Ժողովուրդ 1990-ի օգոստոսին այստեղ Ազատության հրապարակում ես կարդացի անկախության հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը։ Դրանից մեկ տարի հետո այստեղի 100 հազարավոր ժողովրդի հավաքվածների ակտիվ մարդկանց շնորհիվ եւ կազմակերպվածությամբ մենք ունեցանք հանրաքվե եւ մեր երկիրը, մեր քաղաքացին ընտրեց երկրի անկախության ճանապարհը։ Այսօր անցել է 35 տարի եւ մենք կորցնում ենք այդ անկախությունը, մենք կորցնում ենք այդ հռչակագրի ոգին, մենք կորցնում ենք այդ հանրաքվեի դասերը եւ մեր երկիրը իր որոշում կայացնելու իրավունքը տալիս է ուրիշներին։ Այդ առումով ես համարում եմ առաջիկա ընտրությունները ուղղակի հանրաքվեն, պահպանելու այդ արժեքները, տեր կանգնելու այդ արժեքներին, թե ոչ։ Եվ դրա համար կարծում եմ, որ մեր քաղաքացիները պարտադիր պետք է ակտիվ մասնակցեն այդ ընտրություններին, որտեղ դա հանրաքվե է եւ մեր նվիրվածությունը ամեն մեկը իր ձևով պետք է ցույց տա։ Եվ այդ հանրաքվեին ակտիվ մասնակցելուց զատ հարկավոր է ջոկել ով է կոնֆետի թուղթ ձեզ ցուցադրում, ով է խոստումներ տալիս, ով է կենացներ տալիս, դա չի, այդ մի խաբվեք։ Դուք պետք է ընտրեք այն քաղաքական ուժին, որը Հայաստանի անկախության հետ է ասոցացվում, որը Հայաստանի անկախության կողմնակից է, որը Հայաստանի անկախության համար մտահոգ է։ Դա դժվար է, հաճախ դժվար է, որովհետև այդ պոպուլիզմը, քաղցր խոսքերը այնքան են մարդկանց խաբում, հասարակ մարդկանց խաբում, որ կորչում է մեծ նպատակը, գաղափարը, իրական անկախության գաղափարն է կորչում։ Եվ ես կարծում եմ, այս դժվար ընտրությունը, բայց անհրաժեշտ ընտրությունը դուք կատարելու եք եւ հունիսի 7-ին գալու եք ընտրելու Հայաստանի անկախության տեր կանգնող, անկախության համար մտահոգ պայքարած քաղաքական ուժեր։ Ես կարծում եմ դա Հայ ազգային կոնգրեսն է։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ, կոչ եմ անում։ Այդ օրը դուրս եկեք տներից, հանուն երկրի, հանուն մեր պետականության, գնացեք եւ քվեարկեք անկախության օգտին։ Դա կլինի ձեր նվիրվածությունը մեր անկախությանը։